Բարև ձեզ իմ շատ սիրելի ուսանողներ, այսօր անցկացնելու ենք մեր երկրորդ դասընթացը, վիդեո դասը։ Եկեք մինչ անցնելը հիշենք, թե ինչ ենք անցել նախորդ դասին։ Մենք նախորդ դասին անցանք ընդհանուր HTML-ի ստրուկտուրան, կարողացանք հասկանալ ինչ է HTML-ը, ինչ է ընդհանուր վեբ ծրագրավորումը իր ուղղվածություններով, հասկացանք, թե ինչի համար են կոնկրետ HTML-ի տեգերը, թե ինչ է նաև տեգը, իսկ արդեն մեր իսկ գրված տեգերից մենք սովորեցինք hash տեգերի ընտանիքը, որը 1-ից մինչ 6-ն էր, span տեգը, p տեգը և image տեգերը։ Այսօր մենք անցնելու ենք ցուցակները, թե ինչ է ցուցակը HTML-ի մեջ, անցնելու ենք համարակալված և ոչ համարակալված ցուցակներ, իդեպ կա նաև սահմանման ցուցակ, բայց դա մենք այսօր չենք անցնելու, մենք անցնելու ենք հիմնական և շեշտը դնելու ենք հիմնական համարակալված և ոչ համարակալված ցուցակներին, և եկեք ստեղծենք մեր պապկան, իդեպ նշեմ, որ դուք կարող եք շարունակել ձեր նախորդ պապկայի մեջ, բայց լավ կլինի, որ ամեն դասի համար դուք նույնպես ստեղծեք առանձին պապկա և այսպես ասած կարողանաք տարանջատել ձեր բոլոր դասերը։ Ես այստեղ կնշեմ դաս 2, ավելի ճիշտ կլինի HTML2, որպեսզի հասկանանք, թե ինչի համար է և HTML-ի որորդ դասն է մեր այս դասը։ Դե ինչ, միանգամից կարող ենք տեղափոխել մեր Visual Studio Code և արդեն այստեղ մենք հիշում ենք, որ անպայման պետք է ստեղծենք դոկումենտ այս icon-ով, ինչի համար index ես ասել էի նախորդ դասընթացի ժամանակ, և HTML5 ֆորմատը, շատ փոքրիկ կրկնություն անենք, որից հետո անցնենք մեր հիմնական դասին, սրանք մեր սկզբնական default տեգային համակարգերն էին, doctype HTML նշանակում է, որ մենք աշխատում ենք HTML-ի ֆորմատի մեջ, HTML տեգը նշանակում է, որ մեր ողջ համակարգը գրվելու է տեգային ստրուկտուրայով և HTML գլխավոր գլոբալ տեգի մեջ, սկզբնական, այսպես ասած, գլխի հատվածը, սկզբնական հատվածը head տեգն է, որի մեջ հիմնական լինում են կոմունիկացիաները և ինչ-որ ռասշիրենիաները, թույլատվությունները, օրինակ առաջին մետա տեգը, որի դեպ բացվող, փակվող չէ, պատասխանատու է լեզուների ճանաչման համար, երրորդական, չորրորդական լեզուների, երկրորդ մետան պատասխանատու է մեր response համակարգի համար, մեդիայի համար, երրորդ տեգը, title-ը պատասխանատու է մեր դոկումենտի, մեր բրաուզերում, մեր վերնագրի համար, և այստեղ կգրենք դաս 2։ Այսօր անցնելու ենք ցուցակները, հիմնականում մենք շեշտը դնելու ենք համարակալված և ոչ համարակալված ցուցակների վրա։ Ցուցակներով կարելի է պատրաստել ընդհանուր համարակալված ինչ-որ համակարգ, գործողություն, կարող ենք պատրաստել մենյուներ կայքերի համար, այսինքն մենք գիտենք, որ մենյուները հիմնականում պատասխանատու են կայքերի նավիգացիայի համար, այսինքն մենյուներով ենք մենք կողմնորոշվում, թե կայքում որտեղ պետք է գնանք կամ ինչ պետք է անենք։ Եվ այսօր նույնպես մենք այսպես ասած կստեղծենք փոքր համարակալված և ոչ համարակալված ցուցակներ, իսկ մենյուները արդեն հետագա մեր CSS-ը անցնելու ժամանակ արդեն ավելի կխորացնենք մեր այդ գիտելիքը։ Դե ինչ, եկեք առաջի ցուցակը մենք ստեղծենք, տեսեք, ցուցակները կազմված են բլոկից և իր միջի տողերից։ Բլոկի համար պատասխանատու է UL տեգը, իսկ իր միջի տողերի համար պատասխանատու է li տեգը։ Ես ցանկանում եմ, որպեսզի իմ մենյուն ունենա, իմ համարակալված ցուցակը ունենա 3 տող, այսինքն այստեղ կգրեմ home, about
եւ contact։ Եվ եկեք տեսնենք, թե ինչ է ցույց տալիս մեզ մոտ այստեղ։ Տեսնում ենք, որ մեր գրվածքը այստեղ ցույց տվեց եւ մենյուները, այսինքն ցուցակները սարքելու ժամանակ սկզբնական հատվածում այստեղ կետիկներով է ցույց տալիս։ Բայց բացի կետիկներից կա նաև այսպես ասած քառակուսիների տեսքով, բաց շրջանաձև համակարգի տեսքով, որը մենք անցնելու ենք բոլորը։ Եվ եկեք հիմա նաև նույնպես ստեղծենք մի հատ էլ եւս մեկ ցուցակ, բայց արդեն համարակալված, եւ մենք կհասկանանք ինչպես տարանջատել համարակալված եւ ոչ համարակալված ցուցակները։ Օրինակ, ստեղծում ենք OL, այսինքն order list համարակալված ցուցակ, unorder list, այսինքն UL-ը unorder list, այսինքն ոչ համարակալված ցուցակ։ Եվ այստեղ մենք ստեղծում ենք մեր լիերը նույնպես։ Եվ տեսնում ենք, որ այստեղ տարանջատումը ակնհայտ երևում է, այսինքն համարակալված ցուցակի ժամանակ կետիկների փոխարեն թվային համարակալում է, այսինքն 1-ից մինչև քանի հատ որ մենք ունենք տող։ Հենց դրա համար կոչվում է համարակալված եւ ոչ համարակալված, քանի որ շրջաններով մենք չենք կարող շրջանաձև icon-ներով մենք չենք կարող որոշել համարակալում։ Բայց հարգելի ուսանողներ ջան, մենք այստեղ ունենք նաև ատրիբուտներ, որոնք հավելյալ հնարավորություն են տալիս, ինչպես ձեզ նշեցի քիչ առաջ, մյուս դասին։ Բայց նաև մենք այստեղ ունենք ատրիբուտներ, որը որ հնարավորություն է տալիս մեր UL-ին կամ OL-ին ավելի մեծ եւ ավելի շատ հնարավորություններ եւ այսպես ասած ֆունկցիաներ ունենալ։ Օրինակ, ատրիբուտներից մեկը, որը որ կոչվում է type, type ատրիբուտը պատասխանատու է կոնկրետ այդ շրջանակաձև համակարգի տեսքի համար։ Օրինակ տեսեք, circle բառը type ատրիբուտի մեջ նշելուց հետո մենք այստեղ տեսնում ենք, որ մեր շրջանները դարձան, այսպես ասած, միայն border համակարգով, այսինքն իրենց մեջ դատարկ է։ Իսկ եթե մենք ցանկանում ենք, որպիսի շրջանները լինեն խիտ, ինչպես նախորդ տարբերակում էր, մենք կամ կարող ենք type-ի մեջ ոչինչ չգրել, կամ կարող ենք գրել disk այսպես ասած բառը type-ի մեջ։ Նշեմ, որ ատրիբուտների հետ կապված ես մի փոքր ավելի խորը ձեզ կպատմեմ ատրիբուտների տեսակի մասին մի քանի դաս հետո, մենք հիմա փորձում ենք հասկանալ մեր տեգերի ամբողջ հնարավորությունն ու ունակությունը կոնկրետ ինչ որ գործողության ժամանակ։ Դրա համար մենք ատրիբուտներին հիմա այսպես ասած շատ մակերեսորեն ենք դիտարկում։ Եվ եկեք հիմա նաև փորձենք հասկանալ, թե ինչ տարբերակներ ունի մեր համարակալված ցուցակը։ Օրինակ, օգտագործելով այստեղ type ատրիբուտը, տեսնում ենք, որ նա ունի տարբեր հնարավորություններ։ Իդեպ նշեմ, որ Visual Studio Code-ը ձեզ հնարավորություն է տալիս, այսպես ասած, ավելի է հեշտացնում ձեր գործը եւ հուշումներով, իր հուշումներով շատ ավելի օգտակար է լինում, քան օրինակ Sublime Text կամ Notepad++ ռեդակտորները։ Եվ այստեղ մենք հիմա կփորձենք նշել նաև ինչ որ մի արժեք, որը որ նա առաջարկում է։ Օրինակ, եկեք հասկանանք, ինչ տարբերակով կարելի է դիտարկել համարակալումը։ Ինչպես տեսանք, թվային համարակալում, այբենական կարգով, այո, օրինակ մենք կարող ենք այստեղ նշել A տառը եւ կտեսնենք, որ մեր ցուցակը համարակալվեց տառերով։
մենք կարող ենք այստեղ նշել հռոմեական 1 թիվը, նշեմ, որ հռոմեական 1 թիվը կլավիատուրայի վրա դա i մեծատառն է։ Եվ մենք կտեսնենք, որ այստեղ համարակալումը եղավ հռոմեական թվերով։ Նաև հնարավորություն ունենք համարակալում կատարել փոքրատառով, փոքրատառ այբենական կարգով, այսինքն այն համակարգերը, որը հնարավորություն են տալիս համարակալում իրականացնել, մենք կարող ենք դա տեսնել և օգտագործել, բայց ինչ անենք, երբ մեր համարակալումը պետք է սկսի ոչ թե 0-ից կամ 1-ից, այլ պետք է սկսի օրինակ 10-ից։ Այդ դեպքում մենք ունենք շատ հետաքրքիր հնարավորություն տվող ատրիբուտ, որը կոչվում է start։ Ինձ թվում է արդեն անունը հուշում է, որ start ատրիբուտը պատասխանատու է ցուցակի սկզբնական կետին, այսինքն երբ պետք է մեր ցուցակը և որ թվից պետք է մեր ցուցակը սկսվի։ Օրինակ, եթե ես ցանկանում եմ, որ իմ ցուցակը սկսվի 10-րդ թվից, ես այստեղ start ատրիբուտի արժեքի value-ի մեջ կգրեմ 10 թիվը։ Եկեք տեսնենք, տեսնում ենք, որ մեր ցուցակը 10-րդ թվից սկսվեց։ Բայց ինչ կկատարվի, եթե օրինակ ես նշեմ հռոմեական 1 թիվը։ Տեսնում ենք, որ այստեղ նույնպես 10-րդ թվից, հռոմեական 10 թվից մեր համարակալումը շարունակվեց։ Նույնը կլինի նաև այբենական կարգով 10-րդ տառից սկսած մեր համարակալումը կկատարվի։ Շատ բարի։ Եկեք հիմա հասկանանք ինչ է նշանակում ներդրված ցուցակ։ Ես սա կոմենտ կանեմ, որպեսզի մեզ չխանգարի, նշեմ նաև, որ կոմենտ անելու համար մենք նշում ենք այս ողջ համակարգը։ Եթե ձեր մոտ MacBook է, ապա պետք է կլավիատուրայում պետք է սեղմեք command և այս slash-ի նշանը, եթե Windows control և նորից այդ slash-ի նշանը։ Եվ եկեք հիմա արդեն հասկանանք, թե ինչ է նշանակում ներդրված ցուցակ։ Տեսեք, ենթադրենք, ես ցանկանում եմ ստեղծել ևս մեկ ցուցակ, կրկին 3 լիով, և այստեղ նշում եմ home, about, և contact։ Սա փոքրատառ եղավ, բայց ոչինչ։ Ես տեսնում եմ, որ նույն իրավիճակը եղավ, բայց մենք այս պահին պետք է փորձենք ներդրված ցուցակը։ Եվ ներդրված ցուցակի համար մի քիչ ավելի իմաստալից կլինի, որ այս contact բառը մենք փոխենք, օրինակ, order բառի հետ։ Այսինքն, այսպես ասած, պատվեր։ Երբ թե ես ցանկանում եմ ստեղծեմ ներդրված ցուցակ, ենթադրենք ես ուզում եմ, որ order բառին կից ևս մի ցուցակ երևա, այսինքն իրեն պատկանող ևս մի ցուցակ երևա։ Տեսեք, ուշադիր նայեք, ոնց է կատարվում այդ գործողությունը։ Ես այս բառի և տեգի փակման այս արանքից enter-ը սխմելուց հետո իր մեջ ստեղծում եմ ևս մեկ UL, այսինքն ևս մեկ ցուցակ, որից հետո ես ստեղծում եմ արդեն իր lin, որը կլինի օրինակ order 1, order 2 և order 3։ Եկեք տեսնենք ինչ եղավ մեզ մոտ։ Տեսեք, որ մեր order-ին կից ստեղծվեց ևս մեկ ցուցակ,
որը արդեն պատկանում է իրեն, բայց արդեն նշեմ, որ ներդրված ցուցակները տարանջատվում են ավտոմատ circle համակարգով, այսինքն այն համակարգով, որը որ մենք այստեղ նշել էինք, հիմա այս պահին գրված է դիսկ, բայց մենք գրել էինք circle, ինչի համար է դա արվում, որ ինչ որ չափով ավելի հստակ տարանջատվի եւ ավելի հստակ երևա, որ ցուցակը, որ այսպես ասած համակարգի մեջ է։ Եվ այդպես ավելի բացի նրանից, որ դա մի փոքր առաջ է լինում իր մայր տեգից, նաև այդ համակարգով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի մենք կարողանանք տարանջատել եւ հասկանալ, որ նա երկրորդական ցուցակ է, այսինքն ներդրված ցուցակ է ինչ որ մի այլ ցուցակի մեջ։ Շատ բարի։ Հիմա եկեք մեր անցյալ դասով, այսինքն մեր նախորդ դասին մենք անցանք տեգեր, image, վերնագրային տեգեր, p, span եւ այսօրվա տեգերով եկեք մենք ստեղծենք մի փոքրիկ բլոկ, որը որ մեր ողջ այս երկու դասի գիտելիքները կմիաձուլի եւ կկարողանանք մենք, ես նախորդ դասին ինչպես խոստացել էի, մենք կստեղծենք մի փոքրիկ բլոկ, բայց արդեն այս դասի ինֆորմացիան եւս միացրած այդ մեր նախագծին։ Դե ինչ։ Ես սա կջնջեմ, քանի որ միևնույնն է ձեր մոտ այս դասընթացը լինելու է, եւ եկեք հասկանանք մեր բլոգը ինչի մասին պետք է լինի նախ։ Ես կընտրեմ վիդեո խաղերի թեման կընտրեմ, քանի որ եւ ինչ որ չափով կապված է ծրագրավորման աշխարհի հետ եւ ինչ որ ավելի պոզիտիվ եւ հաճելի թեմա է։ Եվ եկեք առաջինը մենք մեր վերնագիրը գրենք, այսինքն ինչ է նշանակում, մենք ստեղծում ենք մեր առաջին h1-ը։ Եվ այսինքն ես ստեղծում եմ իմ վերնագիրը, որը որ արդեն ինքը ասում է, որ իմ, այսպես ասած, բլոգը համակարգչի խաղերի մասին է, PlayStation-ի խաղերի մասին է։ Նաև պետք է ունենամ երկրորդական վերնագիր, որը կոնկրետ թեմայի մասին կպատմի, այսինքն երկրորդական վերնագրի համար մենք հիշում ենք, որ պատասխանատու էր h2-ը։ Եվ այստեղ նշում եմ թեման, թե ինչ կոնկրետ համակարգչի խաղի մասին եմ ուզում ես այսօր, այսպես ասած, պատմել իմ ուսանողներին։ Եվ մյուս, այսպես ասած, ինֆորմացիան, մեր համակարգչի խաղի մասին մի փոքրիկ տեքստ։ Եվ մենք հիշում ենք, որ տեքստերը մենք տեղադրում էինք p-ով կամ span-ով, բայց քանի որ հիշում ենք, որ span-ը դա տողային տեգ էր, մենք հիմնականում փորձելու ենք մեր, այսպես ասած, տեքստերը տեղադրենք տողային տեգով, որի համար որ տեքստը տեղադրելու համար պատասխանատու է p-ն։ Դե ինչ, եկեք նախ կարողանանք մի փոքր ինֆորմացիա վերցնել։ Ինձ թվում է, որ օրինակի համար այս մի փոքրիկ տեքստը մեզ լիարժեք կբավականացնի։ Տեսեք, երբ որ ես copy-paste եմ անում արդեն այս տեքստը, մեր ռեդակտորը արդեն ամբողջությամբ գնում է այս կողմ, ոսկե կանոններից մեկը, երբեք ու երբեք տեգի փակման համակարգը չթողնեք, որպեսզի մնա վերջում, որովհետև հետագայում, երբ ձեր կոդերը կլինեն 10,000, 20,000 տող, դուք ուղղակի կխճճվեք։ Եվ եկեք մի փոքր կարճեցնեմ այստեղ մեր, այսպես ասած, տեքստը, որպեսզի ինձ ավելի հեշտ լինի, բայց նշեմ, որ այստեղ կարճեցնելուց հետո մեր բրաուզերում նույն չի կարճանում, այսինքն մենք, այսպես ասած, պետք է մի տեգ օգտագործենք, որը որ տողադարձ է անում մեր տեքստը, և այդ տեգը մեր BR տեգն է։ BR տեգը համարվում է տողադարձի տեգ և ինքը չի փակվում, այսինքն որտեղից որ ես ցանկանում եմ
տողադարձ կատարել, ես այդտեղ ընդամենը գրում եմ BR եւ տեսնում ենք, որ իմ այսպես ասած տեքստը իդեալական իմ ուզած ձևով տողադարձ եղավ։ Նաեւ մենք մի հատ հիմա այստեղ կտեսնենք, որ սկզբնական մեր game PC-ին Assassin վերնագիրը եւ մեր այդ խաղի հետ կապված ինֆորմացիան շատ լավ, շատ պարզ ձևով այստեղ երևում են։ Հիմա արդեն եկավ պահը նկարի, այսինքն նկար տարբերակի համար։ Դե հիշում ենք, որ նկարի համար պատասխանատու էր մեր image tag-ը։ Բայց ինչ image, նշեմ նաև, որ ես նախորդ դասին ճիշտ է ձեզ ասեցի, եթե ցանկանում եք, որպեսզի դուք ձեռքով չգրեք ողջ ատրիբուտային համակարգը, տեսեք, եթե ես 0-ական կետով այստեղ գրեմ img եւ չակերտը փակեմ, ատրիբուտները չի գրվի։ Դրա համար ես ընդամենը առանց չակերտ բացելու գրում եմ img բառը, այստեղ տեսեք վիզուալը նույնիսկ հուշում է տալիս եւ enter եմ անում։ Ինքը իր default ատրիբուտներով միանգամից, այսպես ասած, գրում է իմ ռեդակտորի մեջ։ Եվ image tag-ը սարքելուց հետո անպայման մեր գլխավոր պապկայի մեջ պետք է լինի եւս մեկ պապկա, որի անունը կլինի image, որտեղ էլ կպահպանենք մեր նկարները։ Ուշադիր եղեք, որպեսզի մեր image պապկան բացվի նույնպես այս գլխավոր պապկայի մեջ։ Եվ եկեք հիմա փորձենք մի քանի, այսպես ասած, նկար վերցնել։ Անպայման նկարները վերցնելիս փորձում ենք վերցնենք JPEG կամ PNG տարբերակով։ Ես կվերցնեմ սկզբնական այս տարբերակը, այս նկարը։ Եվ այստեղ տեսեք ճանապարհը ցույց է տալիս մեր image tag-ը մեր HTML2 պապկայի մեջ է, այսինքն HTML2 պապկայի եւ image-ի, այսպես ասած, HTML2-ը բացելուց հետո ես տեղափոխվում եմ image պապկայի մեջ եւ պահպանում եմ հենց image պապկայի մեջ մեր նկարը։ Հաջորդ նկարը, որ կցանկանամ վերցնել, կվերցնեմ այս նկարը եւս նույն կերպով, տեսեք, որ արդեն ցույց է տալիս, որ ես գտնվում եմ HTML-ի image պապկայի մեջ եւ այստեղ ցույց է տալի մեր նախորդ պահպանված նկարը։ Հիմա այստեղ նույնպես կպահպանեմ այս մեկը։ Եվ եկեք արդեն անցնենք մեր կոդային հատվածին եւ տեսնենք ինչ է այստեղ լինելու։ Տեսեք, ինչպես նախորդ դասին սովորեցրի, մենք պետք է ճանապարհը հայտարարենք դեպի մեր նկար։ Ճանապարհը հայտարարելու ժամանակ մենք տեսնում ենք, որ մեր այս գլխավոր պապկայի մեջ կա եւս մեկ պապկա, image պապկան։ Այսինքն մենք պետք է ասենք image պապկայի միջի slash-ը նշանակում է, այսպես ասած, անցում դեպի հաջորդ հատված, այսինքն image-ի միջի ինչ որ մի հատվածը։ Եվ փորձում ենք տեսնել, տեսանք, որ մեր նկարը իդեալական այստեղ եղավ։ Բայց շատ մեծ նկար եղավ եւ մենք պետք է հիմա իրեն փորձենք մի փոքր չափ տալ։ Չափ մենք հիշում ենք, որ տալիս էինք width attribute-ով։ Width attribute-ը պատասխանատու է հորիզոնական չափի համար։ Եվ մենք այստեղ հորիզոնական չափի համար բավարար է 200 պիքսել։ Նայում ենք, իդեալական եղավ։ Եվ հիմա փորձում ենք տեղադրել մյուս նկարը img կրկին եւ հաջորդ նկարը։ Նկարները բեռնելու ժամանակ մի նկար կարող է ունենալ շատ ավելի երկար անուն, մի նկար շատ ավելի կարճ, բայց ամենակարևորը, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք իր ֆորմատի վրա։ Եվ տեսնում ենք, որ այստեղ ներբեռվեց եւս մյուս մեր նկարը, կրկին իրեն չափ կտանք 200 px, որպեսզի հավասար լինի, եւ տեսնում ենք, որ մեր բլոկը արդեն ավելի ու ավելի գեղեցիկ տեսք է ունենում,
Եվ եկեք արդեն անցնենք մեր մյուս հատվածին, եւ այդ ամենից զատ նաեւ մենք կստեղծենք մի ցուցակ, որը կլինի իր առաջին կլինի եկեք առաջինը կլինի PC, երկրորդը կլինի Xbox, երրորդը կլինի օրինակի համար օրինակ Sega։ Ճիշտ է, Sega-ն արդեն, եթե չեմ սխալվում, ակտուալ չի, բայց իմ ժամանակաշրջանի այսպես ասած, լավ եւ հայտնի կոնսոլներից մեկն էր։ Եվ մենք այստեղ նախ տեսնենք, թե ինչ տեղավ մեզ մոտ, մեր ցուցակը պատրաստ է, եւ մենք հիմա մեր ցուցակի մեջ կստեղծենք ամեն մեկի համար եւս մեկ ներդրված ցուցակ, ինչպես նշեցի, բառի եւ փակելու չակերտի այս արանքում մենք enter ենք սխմում, որպեսզի մեր փակման համակարգը իջնի, եւ այստեղ ստեղծում ենք եւս մեկ UL, այդ UL-ը նույնպես բացում ենք եւ իր մեջ ստեղծում ենք իր lin, եւ այստեղ կարող եմ ես գրել, այսինքն տեսեք, ես ասում եմ, որ մեր PlayStation-ի ցուցակի մեջ կա մի գեղեցիկ խաղ, որի անունը հենց Assassin է, երկրորդ խաղը կգրեմ FIFA, Xbox-ի մեջ եւս կստեղծեմ UL, կբացեմ, li, կգրեմ այստեղ Tekken, եւս մեկ li կբացեմ եւ կգրեմ այստեղ օրինակ UFC, իսկ Sega-ի մեջ կգրեմ այստեղ եւս մեկ li ու Mortal Kombat։ Եվ եկեք հասկանանք եւ տեսնենք ինչ եղավ մեզ մոտ։ Տեսեք, շատ գեղեցիկ կերպով, շատ հասկանալի կերպով տարանջատվեց մեր սկզբնական եւ երկրորդական ցուցակները։ Այսինքն, մեր PlayStation-ի ցուցակին պատկանում են այս երկու խաղերը, մեր Xbox-ի ցուցակին պատկանում են այս երկու խաղերը, իսկ մեր Sega-ի ցուցակին պատկանում է այս մեկ խաղը։ Մեր փոքր բլոգը ստեղծվեց, այսպես ասած, սա բնականաբար վեբ կայք չէ, բայց հավատացնում եմ ձեզ, այս փոքր քայլերից է ստեղծվում մեծ հզոր կայքերը կամ մեծ հզոր ինչ-որ վեբ նախագծերը։ Դե ինչ, սիրելի ուսանողներ, այսօրվա դասը նույնպես ես ավարտում եմ, բայց այսօրվա դասը նախորդ դասին ես որևիցե տնային առաջադրանք չտվեցի ձեզ։ Այսօրվա դասին արդեն ես կտամ փոքրիկ տնային առաջադրանք։ Ստեղծում եք այսպիսի բլոգ, 3 տարբեր բլոգ իրար տակ, տարբեր 3 թեմաներով։ Ամբողջովին տարբեր թեմաներ լինեն եւ 3 հատ այսպիսի մեծ բլոգ ստեղծեք ձեր նախընտրած տարբեր 3 թեմաների վերաբերյալ։ Դե ինչ, այսօրվա դասը, ինչպես ասացի, ավարտված է, կհանդիպենք հաջորդ դասին։ Հաջողություն։